Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես շարունակում եմ ընթերցել 35 վերնագրով վեպը, որը հեղինակել եմ, գրել եմ 2023-ից մինչև 26 թվականների ընթացքում եւ որը պատմում է մեր հայրենիքի մի մասի Արցախի հետ կապված ամբողջ պատմության, ամբողջ գործընթացների բոլոր խորքերն ու գաղտնիքները։ Եվ այսպես երկրորդ Շահումյանի անկումը։ Արցախի հյուսիսային Շահումյանի շրջանը իր գյուղերով պաշարված էր եւ ամիսներ շարունակ ենթարկվում էր հրետանային եւ օդային հարձակման։ Այստեղ հայ բնակչությունը ավելի քան 90% էր կազմում եւ ուներ հազարամյակների պատմամշակութային ժառանգություն։ Խորհրդային տարիներին հայկական վարժենիս քաղաքը դարձել էր Շահումյան, շրջակա Գետաշեն, Մանաշիլ, Էրքեջ, Չարեկտար, Ակնաբերդ եւ մյուս հայկական գյուղերի հետ կազմելով Շահումյանի շրջանը։ 1991-92 թվականներին մի շարք ռազմական գործողություններով այստեղ հայերի իսկական ցեղասպանություն իրականացվեց, տեղահանելով հայկական 17 գյուղի մոտ 10,000 հայ բնակիչների, որոնցից շատերը սպանվեցին տեղում կամ տեղահանության ճանապարհին։ Գյուղերը ավերվեցին, այրվեցին կամ հողին հավասարեցվեցին։ Հատկապես Գետաշենի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ իր ջոկատով մինչև վերջ կռվեց եւ հերոսաբար զոհվեց ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանը, բայց խորհրդային բանակի աջակցությունն ունեցող ադրբեջանցիները շարունակեցին ցեղասպանական գործողությունները։ 1992-ի վաղ գարնանից թշնամին շարունակեց Արցախի Շահումյանի հայաթափման գործողությունը, այն ավարտին հասցնելով հունիսի 13-ին, երբ լայնամասշտաբ գրոհով գրավեցին Շահումյան քաղաքը։ Հայ բնակիչների վերջին խմբերը դուրս բերեցին հայկական կամավորական ուժերը։ Շատերը զոհվեցին Շահումյանի նահանջի ժամանակ։ Ողջ մնացածները ապաստանեցին Վարդենիսում, Արցախի Մարտակերտի շրջանում ու Քարվաճառում, հիմնելով նույնպիսի անվանումներով գյուղեր՝ Չարեկտար, Նոր Էրքեջ, Ակնաբերդ, Զագլիկ եւ այլն։ Ոմանք էլ ներգաղթեցին Հայաստանի Հանրապետություն։ Շահումյանի անկումը ծանր հետևանքներ ունեցավ Արցախի ազատագրական պայքարի վրա։ 20,000-ից ավելի մարդ դարձավ փախստական։ Հայկական պատմամշակութային կոթողները, գերեզմանոցները, եկեղեցիները, ջրաղացները հիմնականում քանդվեցին, մոռացնելու հայերի հետքերը։ Հազարավոր մարդիկ դարձան փախստական եւ շրջանը դարձավ թշնամու համար հենակետ, ռազմավարական կարևոր դիրք Արցախի վրա հետագա հարձակման համար։ Հաջորդ գլուխը՝ մահապարտներն ու ձրիակերները նույն իրականության մեջ։ 1992-ի ամռանը հայկական կողմին հաջողվեց հավասարակշռված բանակցություն վարել Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ղեկավարների հետ միաժամանակ, համոզելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա եւ թույլ չտալ զորք մտցնել Հայաստան։ Ամերիկացիները բավարարվեցին նախագահների մակարդակով խոսակցություններով ու զգուշացումներով, իսկ Ռուսաստանը գնաց ավելի կոշտ քայլերի։ Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունները արագ որոշում կայացրին նույնությամբ թողնել 1941 թվականին Գյումրի քաղաքում հիմնադրված Կարմիր բանակի 261-րդ հրաձգային դիվիզիան, որի առաքելությունն էր պահպանել Թուրքիայի հետ սահմանը։ Դիվիզիան դարձրին ռազմաբազա, որպես թուրքական հնարավոր ներխուժման դեմ պաշտպանական միջոց։ Մոսկվայից էլ մի քանի զգուշացում գնաց Անկարա, չփորձել ագրեսիայի դիմել Հայաստանի տարածքի նկատմամբ։ Թուրքիային այս կերպ զսպելուց հետո, երբ Հայաստանին հաջողվել էր հարաբերություններ կառուցել համաշխարհային երկու գերտերությունների հետ, ավելի հեշտ էր դառնում հաղթահարել նաև ադրբեջանական հարձակումները։ Պատերազմը փոփոխական հաջողություններով էր ընթանում, բայց հաջողության անիվը պտտվեց դեպի հայկական կողմը, երբ կռվի դաշտում աչքի ընկան առավել համարձակ ու փորձառու կամավորականները։ Մարտունու ինքնապաշտպանական մարտերում իր դերն ունեցած Մոնթե Մելքոնյանը 1992-ի աշնանը տեղափոխվեց հյուսիս ու ակտիվ մասնակցեց Մարտակերտի ու Քարվաճառի ազատագրմանը, ոգևորություն առաջացնելով ամբողջ տարածաշրջանում եւ առաջնագծում։
Մոնթեին թեպետ սկզբում կասկածանքով էին վերաբերվում Արցախում ու համարում էին դրսից եկած գործակալ, բայց երբ տեսան նրա ռազմական հաջողությունները, Մոնթեն արագ դարձավ ժողովրդի սիրելի։ Նրա մասին սկսեցին նույնիսկ լեգենդներ հյուսել։ Մարդիկ սիրում են պաշտել իրենց հերոսին ու նրան վերագրել գերմարտկային արարքներ։ Մոնթեն էլ իր խիզախության, արդարամտության ու հայրենասիրության շնորհիվ այդպիսի սիրված հերոս դարձավ հայերի համար։ Առավել ճակատագրական էր 1992-ի օգոստոսի 15-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կոչը մահապարտների ջոկատներ կազմելու եւ այդ կերպ անցնելու ինքնապաշտպանական մարտերի։ Մեջբերում եմ. վաղը չէ մյուս օրը Հայաստանի յուրաքանչյուր շրջանի յուրաքանչյուր քաղաքից 10-ից 15 տղա գա, մենք կունենանք 500 հոգանոց մահապարտների մի զորագունդ։ Այդ զորագունդը պետք է կռվի ամենավտանգավոր տեղերում, որտեղ ապրել մեռնելու հավանականությունը 50%-ի նկատմամբ է։ Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք, որովհետև իրականում ոչինչ չի պատահել, որովհետև իրականում թշնամին նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հեռուստատեսությամբ դիմելով ժողովրդին հայտարարեց Վազգենը։ Հաջորդ օրը երեկոյան Հայաստանի տարբեր բնակավայրերից 372 մահապարտներ հավաքվեցին ու եռաբլուրում երթում տվեցին սեփական արյան գնով պաշտպանել հայրենիքը թշնամու հարձակումներից ու ազատագրել գրավված բնակավայրերը։ Կամավոր հավաքված մահապարտների հիմնական մասը գիտնականներ, նկարիչներ, նույնիսկ հոգևորականներ ու պատգամավորներ էին։ Մահապարտների հրամանատարությունը Վազգենի առաջարկով ստանձնեց պաշտպանության նախարարի օգնական 39-ամյա Աստվածատուր Պետրոսյանը։ Մեջբերում եմ. Ես կարող եմ առանց որևէ կոչի հավաքել մի քանի հազար մարդ եւ ուղևորվել ճակատ, բայց ինձ պետք է 500 նվիրյալ, ազգի մարտիկ, ովքեր պատրաստ են ամենադժվար պահին կանգնել հանուն հայրենիքի։ Դիմելով Աստվածատուրին իր կոշտ ձայնով ասաց Վազգենը եւ հայտնեց, որ մոտ 100 հոգի էլ մահապարտներին կմիանա Արցախում։ Տղաները մեկնեցին Արցախ։ Այնտեղ ամենածանր վիճակը Մարտակերտի հարավում էր, որտեղ թշնամին մեծ առավելություն ուներ։ Հասել էր մինչև Վաղուհաս, Գետավան գյուղեր, Վանք գյուղը հարվածի տակ էր։ Ընկնում էր Գանձասարի վանքը։ Կիչանի հայտնի կամուրջն ու ճանապարհը դառնում էր Ադրբեջանի զորքի համար Ստեփանակերտ հասնելու հեշտ ուղի։ Մահապարտները հենց այս հատվածում պետք է կռվեին, հասկանալով, որ իրենց վերադարձը հրաշքի նման մի բան է լինելու։ Նույն օրերին ամբողջ երկրով մեկ պարտադիր հավաքներ էին լինում, մարդկանց տանելով նաև թիկունքային ծառայության։ Ոստիկանության ծառայողները մտնում էին տներ ու մարդկանց տիպողաբար տանում բանակ։ Այդ ժամանակ Մհերը դպրոցի առաջին դասարանում էր սովորում։ Տնից 500 մետր հեռավորության վրա բացօթյա շուկա կար, որտեղ կիրակի օրերին վաճառում էին ամեն ինչ, ընտանի կենդանիներից մինչև հագուստ ու սնունդ, բոլորի կողք կողքի, առանց որևէ անվտանգության կանոնի պահպանման։ Այդ ժամանակ էլ ոստիկանները հանկարծ մտնում էին շուկա ու հավաքում մարդկանց, տղամարդկանց։ Այդպիսին էր երկրի իշխանության հրամանը։ Եթե պատերազմ է, ապա բոլորը պետք է գնան կռվելու։ Ով քաջ է, կմեկնի առաջնագից, ով չի կարող, թիկունքում կկանգնի, կպահի երկրորդ կամ երրորդ գիծը։ 1992-ի սեպտեմբերին հանկարծ վազելով տուն մտավ Մհերի ազգականը իր որդու հետ։ Երկուսն էլ քրտնած էին ու ակնհայտ վախեցած։ Քուր ջան, փրկա անձի, հազիվ կարողացավ արտաբերել ազգականը դիմելով Մհերի մայրիկին։ Էդ միլիցեյք եկան, որ ընձի էլ տանեն Ղարաբաղ, հազիվ փախա, թոպալ էր քելենք, որ մտածեն ինվալիդիմ։ Ընձի փրկա, դու հաստատ կռնաս, քու մարդը դրանց հետ մոդի գա, ըսա թող մե բանենա էլի։ Մհերը նայում էր հայրենիքի պաշտպանությունից ամեն կերպ փախչող ազգականին ու զզվանք էր զգում։ Համեմատում էր իր հայրիկի հետ, ով գիշերները տուն չէր գալիս, որ մի բան ավելի հասցնի Արցախ։ Իսկ այս ազգականը խնդրում է իրեն չտանել Արցախ։ Ինչու՞։ Ինչն է այս տեսակի մարդկանց վախեցնում Արցախում։ Զոհվելու վախը։
թե հայրենիքին ծառայելու գիտակցության պակասը։ Մեհերն իր մանկական լեզվով կարողացավ մի կերպ ձևակերպել հարցը, որը ակնհայտորեն անակնկալի բերեց, բայց միաժամանակ հունից հանեց, զայրացրեց ազգականին։ Էդի իմ հայրենիք չէ, տղա ջան, էդի քո խոր հայրենիքն ա, որ գացե էշի պես Ղարաբաղցիների համար կչարճրվի։ Հորի էտամ, հորի, քո հեր կռնա ընձի բացադրա։ Չկռնա։ Քո հայրենիք ընձի ինչ ա տվե, որ ես էդամ էդ հայրենիքի համար կռիվ տամ։ Համել ես չկռնամ ավտոմատ վերցիմ։ Անհասկանալի ժպիտով ու ոչինչ չասող աչքերով վերջին հայացք ձգելով Մեհերի կողմը խոսքը ավարտեց ազգականն ու դուրս եկավ։ Նրան հետևեց որդին, նույնպիսի հայացքով հրաժեշտ տալով։ Ազգականը կարողացավ խուսափել բանակից, բայց նրան այդ հարցում օգնեցին ոչ թե Մեհերի ծնողները, այլ բժիշկները, կեղծ հիվանդության թղթեր սարքելով, իբրև թե գիշերամիզությամբ է տառապում։ Մեհերի հայրը այդպես էլ չկարողացավ ներել այդ մարդկանց, ովքեր խուսափում էին հայրենիքի համար ծառայությունից։ Դրա համար գաղափարական կռիվ կար նրանց միջև։ Մեհերի հայրը համարվում էր հայրենասեր ու դա ասում էին ծաղրով, կարծես հայրենասիրությունը ամոթ բան է։ Ոմանց համար էլ հայրենասիրությունը դարձել էր մոդայիկ։ Այն օրերին, երբ դաժան մարտերում մեծ թվով մահապարտներ զոհվում էին առաջնագծում, փախչողներից բացի կային նաև մարդիկ, ովքեր հագնում էին զինվորական համազգեստ, ջոկատներ կազմում ու գնում Արցախ, բայց գերադասում էին մնալ թիկունքային խրամատներում։ Այն ժամանակ տեսախցիկներ ու Facebook չկային, որ մարդիկ նկարվեին, տարածեին իրենց չակերտավոր հերոսությունները, բայց գնում էին, որ հետո գան ու գյուղում հերոսի կեցվածքով քայլեն։ Այդպիսի մարդիկ էլ կային Մեհերի ազգականների և ճանաչած մարդկանց մեջ։ Ոմանք մեկնեցին Արցախ, ոմանք վերադարձան վիրավոր։ Այդպես էլ հայտնի չեղավ, թե արդյոք առաջնագծում են վիրավորվել, թե ուղղակի թշնամու հրետանու արկն է պատահմամբ մոտակայքում ընկել, կամ ընդհանրապես վիրավորվել են, թե ոչ։ Բայց կռված ու չկռված խառնված էին իրար։ Կռվածները լռում էին համեստորեն, չկռվածները լեգենդներ էին պատմում իրենց չակերտավոր հերոսությունների մասին։ Վասակը։ Կռվից խուսափում էին պարազիտներ Հայաստանի տարբեր վայրերում։ Մարդկային տեսակն է այդպիսին, լավագույնները պայքարում են, իսկ ձրիակերները վայելում են լավագույնների ստեղծածը։ Տարբերությունն այն է, որ լավագույնները մնում են լավագույն, իսկ պարազիտները երբեք մարդ չեն դառնում և երբեք հարգանք չեն վայելում։ Տավուշի մարզում այդ օրերին նոր բեղմորուս էր աճացնում պատանի Վասակը։ Տղան ոչնչով աչքի չէր ընկնի, եթե վաղ մանկության տարիներին նրա մայրը չմահանար ծանր հիվանդությունից։ Նա սիրում էր իր մայրիկին, ու երբ 1987-ին մայրը այլևս այս աշխարհում չէր, 12-ամյա Վասակը իրեն լրիվ որբացած զգաց, դարձավ ինքնափոփ ու չխոսկան։ Հայրը առանձնապես ուշադրություն չէր դարձնում դեռահաս որդու դաստիարակությանը և զբաղված էր իր աշխատանքով։ Իսկ կարճ ժամանակ անց կրկին ամուսնացավ, տուն բերելով ուրիշ կնոջ։ Դա երկրորդ հարվածն էր Վասակին։ Կորցրած մոր փոխարեն տանը ուրիշ մայր է հայտնվել, ով իրեն խորթ է, օտար է, վատ է։ Ու որքան էլ նոր մայրը ջանում էր լինել հարազատ Վասակի համար, չէր ստացվում։ Ավելին, տղան ավելի ու ավելի էր մեկուսանում աշխարհից, թշնամանում էր աշխարհի հետ։ Նրա պղտորված հոգուց սկսեց ատելություն հորդել ոչ միայն ընտանիքի ու սեփական հոր նկատմամբ, այլև սկսեց ատել բոլորին, ովքեր շրջապատում էին իրեն։ Ատեց Տավուշը, հայրենի բնությունը, քաղաքներն ու գյուղերը, ատեց սեփական պատմությունն ու կենսագրությունը, ատեց սեփական ժողովրդին ու այն ամենը, ինչ շրջապատում էր իրեն։ 12-ամյա երեխայի հոգին փոթորկվել էր ներքին պայքարից ու ոչ ոք ուշադրություն չէր դարձնում դրան։ Ոչ ոքի հետաքրքիր չէր, որ երեխան կորցրել է հոգու անդորրը, դարձել անկառավարելի և ատելությամբ լցված մտքերի գերի։ Վասակը դադարեց ընկերներ ունենալ։
դադարեց շփվել դասընկերների հետ և սկսեց ապրել իր մեկուսի աշխարհում։ Նրա մտքերը սավառնում էին սարերում ու երազում հեռավոր այնպիսի վայրեր, որտեղ մարդկային ոտքը չի եղել։ Այդ մտքերով նա ոչ միայն մեկուսացավ մարդկանցից, այլև դարձավ ավելի ագրեսիվ, ինչի պատճառով հաճախ կռիվների մեջ էր ընկնում դպրոցում, ծեծ ուտում գյուղի երեխաների կողմից, սկսեց ավելի ու ավելի հաճախ բացակայել դասերից, չկարողանալով ընդհանուր լեզու գտնել մյուս տարեկիցների հետ։ Ու այդպիսի կռիվներից մեկի ժամանակ երեխաներից մեկն ասաց, թե Վասակը իր պապիկի նման դավաճան է։ Սկզբում չէր հասկացել, թե ինչու այդպես խոսեցին իր պապիկի մասին, մանավանդ, որ ոչ ոք նրա մասին ոչինչ չգիտեր։ Ինքն էլ երբևէ չէր տեսել պապիկին, գիտեր միայն, որ իր անունը ի պատիվ այդ պապի են դրել, քանի որ նա կռվել է ֆաշիստների դեմ ու այնտեղ էլ սպանվել։ Բայց ինչու էին դավաճան ասում իր հերոս պապիկին։ Օրեր անց այս մտքերով տարված հարցրեց հորը, թե ինչու նա չի պատմում պապի մասին պատմություններ, բայց հայրը գերադասեց լռել այդ մասին, որդուն նախատելով, թե ավելորդ հարցեր է տալիս։ Ավելի լավ է, թող գնա մարդամեջ դուրս գա, ինչ գործ ունի պապիկով հետաքրքրվելուց։ Որոշ ժամանակ անց պատանի Վասակը նույն հարցը տարեց հարևանին, ով չմերժեց երեխայի խնդրանքը։ Քո պապը լավ մարդ էր, Իջևանի պասպորտ սեղանի պետն էր, միլիցա էր, լավ էլ ապրում էր ընտանիքով, հետո տարան կռիվ։ Իմ իմանալով տարել են Ղրիմ, ասաց հարևանը։ Բա ո՞նց զոհվեց պապս, հետաքրքրվեց Վասակը։ Այլակոտ, հերդ չի ասել, որ պապդ չի զոհվել, միանգամից զայրացավ հարևանը։ Ո՞նց չի զոհվել, զարմացավ Վասակը, հերոսական է զոհվել կռվի ժամանակ։ Շաշ բաներ մի ասա, մեկ էլ հերդ է հերոսական ստեր ասել։ Պապդ անցել է ֆաշիստների կողմը, շարունակեց հարևանը։ Էդ ո՞նց է անցել, ինչ է արել, տագնապեց տղան։ Դավաճանել է հայրենիքին, հանդարտ պատասխանեց տարեց հարևանը։ Վասակի սիրտը այդ պահին ճմլվեց։ Փաստորեն դասընկերը ճիշտ էր ասում, որ ինքը դավաճանի թոռ է։ Էլ ոչինչ չհարցրեց հարևանից ու լուռ հեռացավ։ Վասակի պապը 1943-ին զորակոչվել է ռազմաճակատ, տանը թողնելով 3 զավակներին։ Այդ ժամանակ Վասակի հայրը հազիվ 1 տարեկան էր ու չի տեսել իր հորը։ Ղրիմում պիտի կռվեր Վասակի պապը, բայց ընկնում է շրջափակման մեջ ու գերի հանձնվում։ Այնտեղ էլ ֆաշիստներին հաջողվում է համաձայնության գալ 30-ամյակը չբոլորած տղամարդու հետ ու նրան օգտագործել որպես գործակալ։ Կարճ ժամանակ անց սպանվել է Վասակի դավաճան պապը, պատմության մեջ մնալով որպես հայրենիքն ուրացած ու թշնամու հետ գործակցած սովետական զինվոր։ Սկզբում Վասակը շատ ծանր տարավ այդ պատմությունները, բայց ժամանակի ընթացքում նրա գլխում այլ մտքեր սկսեցին պտտվել։ Իսկ արդյոք ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցելը դավաճանություն է։ Գուցե այդպես ավելի ճիշտ էր այն ժամանակ։ Գուցե ավելի լավ կլիներ, եթե ֆաշիստները հաղթեին ու կործանվեր Խորհրդային Միությունը։ Գուցեներ այնքան շատ էին, որ իսկական խառնաշփոթ էին ստեղծել պատանու գլխում, բայց աստիճանաբար հաղթեց պապի ճշմարտացիության գաղափարը, մանավանդ որ Վասակը օրեցօր ավելի ու ավելի էր ատում իր միջավայրը, համագյուղացիներին, Իջևանի բնակիչներին, դասընկերներին, ազգականներին, բոլոր հայերին։ Հետևաբար, եթե հայերը ոչ մի լավ հատկություն չունեն, ինչու պիտի իր պապը դավաճան կոչվի։ Ում է դավաճանել։ Հայերին։ Ովքեր են հայերը։ Այն մարդիկ, որոնք չկարողացան փրկել իր մայրիկին, թե այն մարդիկ, որոնք ամեն օր ծաղրում են իրեն ու անվանում խխունջ։ Տղան աստիճանաբար ոչ միայն ավելի շատ էր արդարացնում իր պապի անցնելը թշնամու կողմ, այլև սկսեց ուրախանալ, որ իրեն անվանակոչել են ի պատիվ հենց այդ պապիկի։ Գուցե ես պիտի շարունակեմ պապիկիս կիսատ թողած գործը, երբեմն մտածում էր Վասակն արդեն 15-16 տարեկանում։ Իսկ Արցախում այդ ժամանակ գոյության կռիվ էր։
1992-ի աշնանը Վազգեն Սարգսյանի կոչով հավաքված 500 մահապարտները լուռ, բայց իրական հերոսական պայքար մղեցին։ Նրանց հաջողվեց մեծ ներդրում ունենալ Մարտակերտի ամբողջ շրջանի ազատագրման պայքարում։ Զոհվեց 96, ծանր վիրավորվեց 108 մահապարտ։ Հետագայում Վազգենն նրանց մասին ասում էր. «Մենք տեսանք, որ մահապարտներն արեցին ամեն ինչ։ Եթե ազգը չգտնի 500 նվիրյալ, 300 միլիոնանոց ազգ լիներ, թե 5 միլիոնանոց, դատապարտված է կործանման։ Փառք Աստծո, որ մեր մեջ գտնվեցին նման մարդիկ։ Ադրբեջանին դա չհաջողվեց անել, որովհետև նրանք չունեին ոգեղենը, նպատակին հասնելու մղումը, այն գաղափարը, որ հայրենիքը ամեն ինչից վեր է։ Պատերազմի դաշտում հայերն ու ադրբեջանցիներն ունեին կռվելու տարբեր սկզբունքներ։ Հայկական զորքը որևէ բնակավայր գրավելիս թշնամուն միշտ դուրս գալու միջանցք էր տալիս, իսկ թշնամին մեզ միջանցքի հնարավորություն չէր թողնում, դաժանաբար սպանում էր մարդկանց, եւ դա ստիպում էր, որ հայ մարդիկ կռվեն մինչև վերջ ու հաղթեն, սարսափելի մահով չմեռնելու համար։ Տեսել եք, երբ առյուծին վանդակում են պահում ու փորձում պատին դեմ տալով սպանել։ Կատաղում է ու հարձակվում, հասկանալով, որ բոլոր դեպքերում իրեն սպանելու են։ Հետևաբար ինչու հանձնվել, եթե պիտի սպանեն։ Այդպես էլ եղավ հայերի դեպքում։ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հայ բնակչությանը եւ կամավորական զորքին ստիպեցին առյուծի նման պաշտպանվել, ավելին անցնել լայնածավալ հակահարձակման։ Մարդիկ երբեմն հումորով ասում են. Արցախում մեր հաջողությունների համար առաջին հերթին պետք է շնորհակալություն հայտնել թուրքերին։ Պողպատը ամրանում է ու իսկական երկաթ դառնում, երբ կրակի վրա երկար թրծում ես։ Այդ կերպ ավելի է ամրանում։ Նույնը Արցախի ու արցախցիների նկատմամբ արեցին մեր թշնամիները։ Այնքան կրակի տվեցին մեր բնակավայրերը, որ մարդիկ դարձան պողպատի պես ամուր։ Մեծ ազատագրություն և հաղթանակ։ 1993-ի սկզբին Վարդենիսի շրջանից արդեն փախել էին ադրբեջանցի անջատողականները, նրանց փոխարեն այդ գյուղերում սկսեցին տեղավորվել հյուսիսային Արցախից տեղահանված հայերը։ Շատ տեղերում բնակավայրերի անունները փոխվեցին, երբեմն կրկնելով Վարդենիսի լեռնաշղթայից այն կողմում մնացած արցախյան գյուղերի անվանումները։ Երբեմնի թուրքաբնակ Դարա գյուղը վերանվանվեց Դարանակ, Շիշկայան Գեղամասար, Գոյսուն Ավազան, Բահարը Արփունք, Սովետքենդը Կախակն, Գյունաշլուն Կուտական, Ենիքենդը Տրետուկ, Զարքենդը Կուտ եւ այլն։ Ցավոք, Վարդենիսի բնիկներն այդպես էլ չսովորեցին հայկական բնակավայրերը կոչել հայկական անուններով։ Ավելին, տևական ժամանակ անհանդուրժողական վերաբերմունք կար հյուսիսային Արցախից տեղահանված փախստական հայերի նկատմամբ։ Շրջանում նրանց մասին տարածվեց գելմե, որ նշանակում է եկվոր, թուրքական ձևակերպումը։ Չնայած դրան, պատերազմում հաջողության անիվը աստիճանաբար թեքվում էր Հայաստանի կողմը։ Հայ կամավորական ջոկատներին հաջողվեց 93-ի ապրիլին ամբողջությամբ ազատագրել Խարվաճառն ու Մարտակերտը։ Փայլուն մարտական գործողությունները եւ ադրբեջանցիների համատարած փախուստը այնպիսի ոգևորություն էին առաջացրել ժողովրդի մեջ, որ մարդիկ շտապում էին մասնակից լինել նոր բնակավայրերի ազատագրմանը։ Հաղթանակ տանող երկրի ժողովուրդը իր կենցաղով էլ է հաղթական։ Հարսանիքներում այդ ժամանակ ամենաշատ երգում էին «Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան, հայ կամավորների խմբով պիտ ազատենք Հայաստան, մեր Մասիսին բամ պատահի, ազգովի դառնանք ֆիդայի»։ Նույնիսկ Ռաբիզ երգերի արքա համարվող Արամ Ասատրյանն էր երգում. «Եկեք միանանք իրար, լինենք միշտ հավատարիմ, կատարենք ազգի համար լավ գործեր ու միշտ ու բարին»։ Բոլոր տեղերում հավաքույթների հերոսները երեխաներն էին, որոնք կանգնում էին աթոռների վրա ու երգելով փառաբանում հայ զինվորների հաղթական կռիվները։ Հայ ֆիդայի, ջան ֆիդայի, մենք ձեզի մեռնինք, դուք եք փրկիչ մեր հայ ազգի,
ձեր հույսով կապրինք։ Հայրենիքն այդ ժամանակ ամենասիրված թեման էր հայերի մեջ, ու մարդիկ հպարտ էին իրենց ազգային պատկանելության համար։ Չէ՞ որ Արցախը ազատագրվում էր, իսկ հաղթանակները ոգեշնչել էին նույնիսկ ամենավաղկոտներին։ Այդ տարիներին ամբողջ հայ ժողովուրդը մեկ բառ գիտեր՝ միացում։ Երկարատև անջատումից հետո հայրենիքի մի մասը վերջապես միանում էր Հայաստանին։ Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը զգում էր իր ձախողումն ու տխուր վախճանը, բայց այլևս կողքին ոչ ոք չուներ, իսկ ամբողջ Ադրբեջանում խուճապ էր։ Արևմտյան շրջաններից մարդիկ համատարած փախուստի էին դիմում ու լցվում Բաքվում։ Դատարկվել էր Կիրովաբադը, Գանձակը, Դաշքեսանը, Քարհատը, Եվլախը, Մինգեչաուրը, Բարդան, որ հայկական Պարտավն է, թեպետ հայերը որևէ կոնկրետ գործողություն այդ ուղղությամբ չէին սկսել։ Հեյդար Ալիևի ու ձախողված նախագահի հարաբերությունները չափից դուրս լարված էին։ Երկրում հասունանում էր ռազմական հեղաշրջում, ու երբ Էլչիբեյը գնաց իր երբեմնի ընկերոջ դուռը, Հեյդարը պայման դրեց՝ կօգնի, եթե իրեն նշանակի խորհրդարանի ղեկավար։ 1993-ի հունիսին Հեյդար Ալիևը արդեն Ադրբեջանի խորհրդարանի նախագահն էր։ 2 ամիս անց նույն Հեյդարը դրժեց իր խոստումն ու Էլչիբեյի դեմ ռազմական հեղաշրջում սկսեց։ Էլչիբեյը զրկվեց նախագահի պաշտոնից ու ստիպված եղավ փախուստի դիմել։ Այդ ընթացքում հայերին հաջողվեց գրավել անիծյալ քաղաք Աղդամը։ Դա սովետական տարիներին ադրբեջանցիները վերածել էին համաշխարհային հանցավոր կենտրոններից մեկի, իսկ պատերազմի ժամանակ հենց Աղդամից էին հրետակոծում Արցախի մայրաքաղաքն ու մոտակա բնակավայրերը։ Պատերազմը մի չգրված օրենք ունի։ Երբ դու հավատում ես քո ուժին, թշնամու զենքն ու դաշնակիցները դառնում են անկարող քո բասկի դիմաց։ Մինչ Ադրբեջանում զբաղված էին նախագահ փոխելով ու ռազմական հեղաշրջումներով, հայերը հաշված օրերի ընթացքում 1993-ի աշնանը մեկը մյուսի հետևից ազատագրեցին Ղարաբաղի պատմական Վարանդան, Ջրականը, Որոտանը և Կովսականը։ Ալիևը դարձավ Ադրբեջանի նախագահ 1993-ի հոկտեմբերին, բայց արդեն իրադարձություններն անցել էին անդառնալիության կետը։ Ղարաբաղը փաստացի հաղթել էր Ադրբեջանին։ 1994-ի գարունը խոստանում էր պատմական դառնալ հայերի վերջնական հաղթանակի համար, և Հեյդար Ալիևը ստիպված եղավ գնալ հրադադարի, սակայն հին աղվեսի իր փորձառությամբ կարողացավ համոզել հայկական կողմին Ղարաբաղին տալ ոչ թե հայկական պետությանը միանալու կարգավիճակ, այլ ինքնորոշման իրավունքի հետևից գնացող։ Դա թակարդ էր, որը հետագայում պիտի իր դառը հետևանքներն ունենար։ 1994-ի մայիսի 12-ին ստորագրվեց զինադադարի անժամկետ համաձայնագիր, փաստացի ընդունելով Ադրբեջանի պարտությունը։ Տարիներ հետո Ալիևը ստիպված էր լինելու խոստովանել. մեջբերում եմ. Մայիսյան հրադադարը շատ կարևոր քայլ էր, և դրան մենք գնացինք գիտակցելով։ Դժբախտաբար, շատերը մոռացել են պատերազմը, նրանք ապրում են հանգիստ ու հարմարավետ, դժբախտաբար, նրանք մոռացել են պատերազմը։ Մեջբերման ավարտը։ Հայերի կողմից կրած պարտությունը հատկապես ծանր էր տանում նախագահի որդին՝ Իլհամը։ Նա առանձնահատուկ ատելություն ուներ հայերի նկատմամբ ու չէր կարողանում հաշտվել այն իրողության հետ, որ Ղարաբաղը պատկանում է հայերին։ Իլհամը այդ պարտության համար մեղադրում էր նաև իր հորը Էլչիբեյին ժամանակին վստահելու համար։ Եթե չլիներ այդ ծաղրածուն, իրադարձությունները այլ կերպ կլինեին, խոսակցությունների ժամանակ շարունակ պնդում էր Իլհամը, ծաղրածու անվանելով Աբուլֆազլ Էլչիբեյին։ Բոլորս ենք սխալվում, արձագանքում էր Հեյդարը։ Ընդունում եմ, այդ ծաղրածուն քանդեց մեր ծրագրերը, բայց կյանքը շարունակվում է։ Գուցե մի օր Հայաստանում էլ նրա նման մի ծաղրածու հայտնվի ու կրկնվի պատմությունը։ Այն ժամանակ էլ մենք կանենք մեր քայլը։ 1994-ի հուլիսյան մի առավոտ Հեյդարը իր մոտ կանչեց որդուն։ Իլհամ, ժամանակն է փող աշխատելու։ Շատ փող։ Մի գաղտնիք բացեմ։
Ես ընդունեցի հայերի հաղթանակը, որ կարողանամ նավթային խոշոր ընկերություններին Ադրբեջան բերել։ Մենք շուտով այս երկիրը կդարձնենք նավթի ու գազի մայրաքաղաք։ Ես ուզում եմ, որ դու ղեկավարես այդ աշխատանքները, ասաց Հեյդարը։ Հարստանանք, որ ոչնչացնենք հայերին, Իլհամի մտքում շարունակում էր թևածել հայերի նկատմամբ ատելությունը։ Այն ժամանակ կորոշենք, երբ հասնենք դրա հնարավորության։ Իսկ հիմա մենք հայերից թույլ ենք, ու շնորհակալ եղիր, որ Կիրովաբադն ու Եվլախը հայերի ձեռքին չեն։ Զինադադարից ուղիղ 4 ամիս անց, 1994-ի սեպտեմբերի 20-ին Բաքվում ստորագրվեց Դարի պայմանագիրը, անվանումով փաստաթուղթ, որին մասնակցեցին գերտերություններն ու նրանց նավթային հսկա ընկերությունները։ Ադրբեջան մտան Միացյալ Նահանգների, Անգլիայի, Թուրքիայի, Նորվեգիայի, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի նավթային խոշոր ընկերությունները։ Կարճ ժամանակ անց Ռուսաստանը սակայն դուրս եկավ Ադրբեջանի նավթարդյունաբերությունից, իր տեղը զիջելով Ճապոնիային, իսկ ամերիկյան որոշ ընկերություններ իրենց կողքին տեղ բացեցին Հնդկաստանի համար։ Պարտված Ադրբեջանում սկսեցին խոշոր ներդրումներ բերել, իսկ հաղթանակած Հայաստանում բույն դրեցին եղածը քանդելու և արագ հարստանալու մորմոքով տառապողները։ Արագ սեփականաշնորհվեցին ու թալանվեցին խորհրդային համակարգի ստեղծած գործարանները։ Քանդում ու թալանում էին բոլորը, նախագահից մինչև շարքային բանվոր։ Երկիրը մարդկանց աչքին կարծես թշնամի էր դարձել։ Ամիսների ընթացքում ամայացան դաշտերը, ավերակների վերածվեցին աշխատող գործարանները, թանկարժեք հաստոցները ջրի գնով վաճառվեցին Իրանին։ Դպրոցից տուն գնալիս Մեհերը մի օր նկատեց, որ գյուղում բոլորը ոգևորությամբ կով ու ոչխար էին քշելով տանում։ Ինչ կենդանիներ էին դրանք, ուր էին տանում, անհասկանալի էր։ Մեծերի խոսակցություններից հասկացա, որ սովետական կոլխոզն են լուծարել, իսկ դրանում եղած կենդանիները բաժանում են գյուղի բնակիչներին։ Կոլխոզի մի ծեր կով էլ վիճակահանությամբ իրենց էր բաժին հասել։ Բաց կապտավուն աչքերով ու կիսագորշ, կիսաշեկ մազերով կովին կոլխոզում Ռուս էին անվանել։ Մեհերը շուտ կապվեց իրենց գոմի միակ կենդանու հետ։ Հաճախակի ինքն էր կովին արածացնելու տանում ու հետը մի գիրք վերցրած անտառում նստում ծառի տակ ու ժամերով կարդում։ Կովի արածելու ժամանակ Սևանա լճի ափին ծառի տակ թիկն տված հասցրեց կարդալ Մուրացանի Գևորգ Մարզպետունին, Առաքյալը, Ռաֆու Սամվելը, Խենթը և բազում այլ պատմական գրքեր։ Սևանից եկող մեղմ քամին գրկում էր 10-ամյա տղայի դեմքը և համբուրելով այտերը չարաճճի աղջնակի նման սլանում դեպի դիմացի Արմաղան լեռը։ Արմաղան անվան բացատրությունը նշանակում է հազվագյուտ, իսկ հայկական էպոսում Արմաղանը սասունցի Դավթի մայրն էր։ Թե ինչու է այս լեռը կոչվել Արմաղան, ոչ ոք չէր բացատրում Մեհերին, բայց նա նաև չէր կարողանում հասկանալ, ինչու են տեղացիները աղավաղում անունն ու ասում Մաղմաղան, ու լեռան մասին հիշում միայն Վարդավառի տոնին, երբ հարյուրներով բարձրանում են գագաթ, հետները տանում ձմերուկ ու գառ, խորոված անում, ուտում, հարբում, կերակրի մնացորդները աղբի պես թողնում լեռան վրա։ Մեհերը հաճախ հարցնում էր տեղացիներին, թե գիտեն արդյոք Վարդավառի տոնի իմաստը, բայց քչերն էին կարողանում պատասխանել։ Փոխարենը գիտեին, որ այդ օրը պետք է իրար վրա ջուր ցայել ու օղի խմել հնարավորինս շատ։ Իր տարեկիցներին Մեհերը փորձում էր բացատրել Վարդավառի տոնի իմաստը, որ դա գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից ու կապված է աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Մարդիկ նրա պատվին վարդեր էին շաղ տալիս ու ջուր ցողում իրար վրա։ Հետո տոնն այնքան սիրված էր, որ քրիստոնեության ժամանակ էլ մնաց ու չմոռացվեց։ Հայրենիքը սիրում են ճանաչելով։ Այս խոսքերը շարունակ կրկնում էր Մեհերը, երկար ու անթարթ նայելով հայրենի բնությանն ու երազելով բարձրանալ բոլոր լեռնագագաթները։ Սևանա լիճը մի կողմից շրջապատում էին Վարդենիսի, մյուս կողմից Գեղամա լեռնաշղթաները։ Գեղամը Հայկ Նահապետի կոռն էր, Ծոռան որդին, ով սիրում էր շրջել Սևանա լճի շրջակայքում։
Նրա անունով էլ հետագայում կոչվեցին այդ լեռները։ Դրանց մեջ աչքի էր ընկնում մշտապես ձյունապատ ու վախենալու տեսքով Աժդահակ լեռը, որի մասին ժողովրդական բանահյուսությունն ասում է. հազարամյակներ առաջ Հայաստան էր մտել Աժդահակ անունով մի եռագլուխ վիշապ օձ, որը չէր հագենում ջրից ու ցամաքեցնում էր բոլոր աղբյուրները։ Ու երբ եռագլուխ վիշապը հասնում էր Սևանա լճին, հայոց դիցարանի գլխավոր աստված Արամազդը ձյունով ծածկեց Գեղամա լեռները, որից հետո վիշապը չկարողացավ առաջ շարժվել ու քարացավ, վերածվեց մեծ սարի։ Այդ ժամանակից սկսած Սևանա լիճը արևմուտքից շրջապատող Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը կոչվում է Աժդահակ։ Այսպիսի լեգենդների ու իրական պատմությունների գրկում մհերը հաճախ քնում էր ծառի տակ ու երազում տեսնում իրեն անծանոթ, բայց հարազատ դարձած լիճը։ Սա ուրիշ էր, նման չէր Սևանին։ Ինչ-որ հեռավոր երազային մի վայր էր, որտեղ հնչում էր մեղմորոր երաժշտություն ու կարծես մայրիկի անուշ ձայնը լիներ։ Երազի լճում ալիքները ավելի բարձր էին, բայց դրանցից չէր մրսում մհերը, շնչում էր լիաթոք և վայելում անուշ մեղեդին։ Այսօր այսքանը, սիրելի հայրենակիցներ, կհանդիպենք արդեն դեպի հաջորդ գլխում։